Գյորգին շատ յուրովին է, տարբերվում է բոլորից, գրեթե ոչ թե միայն իմ խմբի երեխաներից, այլ ընդհանրապես այս պրոյեկտից։ Մենամարտ փուլում երկեցի Աստղիկի հետ, Սոնան ընտրեց ինձ։ Շատ դուրս եկավ, ոնց ինքը երկեց մենամարտում։ Ընտրել եմ շատ բարդ ստեղծագործություն, պատասխանատու, բայց միաժամանակ շատ գեղեցիկ մի երգ է։ Թող հասնի քո ասելիքը մարդկանց սրտերին ու հոգիներին։ Այս երգով ուզում եմ հավատացնել մարդկանց, որ աշխարհում կա դեռ սեր, հույս եւ ամեն ինչ այդքան էլ վատ չի։ Հուսով եմ ձեր դուրն էլ իհարկե կգա մեր ընտրած երգը։ Շատ լավ բան տեղի ունեցավ։ Այս անգամ իհարկե մենք ունենք հնարավորություն մարզիչներով գողանալ, ասում են, ձայնի մեջ, ձայնը այդ տեմբրի մեջ մի հատ յուրահատուկ տեմբրային ունի էֆեկտ։ Մենամարտ փուլը շատ ավելի գեղեցիկ ստացվեց, քան մենք նախատեսել էինք։ Գեղեցիկ խոսքեր հնչեցին իմ շատ սիրելի մարզիչի կողմից, որոնք շատ հուզիչ էին։ Այդ փուլում շարունակեց Դավիթը եւ եւս շատ սիրելի մարզիչ փրկեց ինձ, թողնելով նախագծում։ Մեծ պլյուս կա մաքուրա շատ երկում։ Այս փուլում կատարել եմ Լիոնա Լուիս Հիրայեմ երգը, ընտրել ենք Սոնայի հետ միասին, հույսով եմ դուք շատ կհավանեք։ Աշխատի չմտածես, որ այս ինչ որ նոկաուտ է, կանես պատկերացնես, որ քո համերն է։ Դե տեսնենք ինչ կստացվի։ Կրքերը գնալով թեժանում եւ բորբոքվում են ու հետաքրքրությունը առավել մեծանում է։ Սոնայի թիմի ներկայացուցիչները նոկաուտի ռինգում են։ Առաջինը կերքի Գյորգի Գունյաթյանը, այնուհետև Էլինա Մարգարյանը։ They were all together in one place, in an upper room, praying for God's power from on high. They were waiting for a promise made not so long ago. Jesus said that he would set their souls on fire. Suddenly the sound of wind came rushing in, and their souls were set free. It's a them he gave the power when they called upon his name. Suddenly, I can feel His mighty power. Suddenly, I can feel the change within, and I know that I will never be the same again. You can find what you need at the altar. Behind every way that crashes in, for the Spirit of the Lord is still moving. For the Spirit of the Lord is still moving. Think of the Spirit of the He's still moving. Suddenly,
is a crazy world. This can be lonely days. It's hard to know who's on your side most of the time. Who can you really trust? Who do you really know? Is there anybody other you can make you feel less alone? Sometimes you just can't make it on your own. If you need a place where you can run, if you need a shoulder to cry on, but I'll always be your friend. When you need some shoulder from the run, when you need a healer for your pain, I will visit time and time again. When you need someone to love you, here I am. Everybody needs somebody who singing moves their heart is only true. If you need a place where you can run, if you need a shoulder to cry on, but I'll always be your friend. Oh, when you need some shoulder from the run, when you need a hero for your pain, I will be the time and time again. When you need someone to love you, here I Էլինա Մարգարյան եւ Գեորգի Բունյացյան ծափարությունները չեն դադարում։ Եվ այս պահին ես ուզում եմ խոսքը տալ գեղեցկուհի Եղարինասին։ Я хочу сказать по поводу вот молодого человека. Колоссальные изменения, они налицо просто. И я вижу, как ты стараешься во время пения. Ты ни на секунду не отпускаешь свое дыхание. Ты достоин того, чтобы пройти. Вы оба достойны. Я не знаю, как Сона будет судить. Но ты гордись просто собой. Потому что ты свернул горы. Ты за месяц, даже меньше, чем за месяц, ты изменился. В 100 раз ты лучше стал. Շնորհակալություն եւ լսում ենք Հայկոին։ Բոլորը մեզ հարազատ են հիմա երկուսով որ կանգնած են իրոք ոնց որ իմ թիմը լինի։ Ես Սոնայի նման տենց մտածում եմ իրանց մասին, Գեորգին էլ ինձ հարազատ։ Գեորգին իրոք Եվան ճիշտ է ասում, որ ոնց որ մեծացել է, մի տեսակ աչքերին նայում ես, այդ կամ շատ լավ է, այսինքն մեր պրոյեկտը կամ քեզ տվել է, որ դու ավելի հասունացել ես, կամ էլ մեր դարդից ծերացել ես, էլի, այդ երկու վերսիա կա դրան։ Գեորգին թող ինձների ես միայն կուզենամ խոսել իմ սիրելի Էլինայից, որովհետև ինձ համար չնայած ինքը իմ թիմում չի հանգամանքների բերումով, որովհետև պրոյեկտն է այդպիսի, որ ամեն անգամ ինչ որ մեկը պետք է դուրս գա, բայց դա կապ չունի, դու ունես հիանալի տեխնիկա, նու այն մի քանի մասերը վերևների վրա, Whitney Houston-ի համերգներին էլ է տենց բաներ լինում, այդ նորմալ է լայվ եթերի ժամանակ, այդ ես չեմ հաշվում, որտեղ էմոցիոնալ լավ ելույթ էր եւ դու ինձ համար պրոֆեսիոնալ ու գեղեցկուհի երգչու ես, ես քեզ շատ սիրում եմ եւ շատ կուզենամ, որ դու անցնես մյուս փուլ։ Շնորհակալություն Հայկո, Արմեն։ Ինձ մնում է շնորհակալություն հայտնել Սոնային 3 բանի համար։ Առաջինը, որ ուրեմն Գեորգիից քամեց իր բոլոր հնարավորությունները հասցրեց Գեորգիի ուրեմն
Պիկին հնարավորությունների, բրավո, դա աճը, խնդրեմ, նկատեցին իմ գոլեգաները, ակնհայտ էր։ Շնորհակալություն, ապրես Սոնա։ Երկրորդ շնորհակալությունը ուզում եմ Սոնային հայտնել, որ գողացավ Էլինային Հայկոյից։ Իսկ երրորդ շնորհակալությունս ավելի շատ եւ Սոնային է եւ Էլինային, այս փառահեղ ելույթի համար Էլինային։ Մերսի շատ։ Շնորհակալություն։ Իհարկե Էլինա, իհարկե, միանշանակ կարծիք չկա, Էլինան պետք է անցնի հաջորդ փուլ։ Իմ կարծիքով։ Սոնա։ Գյորգի, ես քեզ շատ եմ իրոք սիրել։ Դու մի իսկականից դու ես գալի ինձ ասում, եկեք սենց, ես ասում եմ, դավայ ես երկենք չէ, ուզում եմ gospel երկեմ, դավայ gospel, շատ մոտիկ ես ինձ իմ հոգուս, լուրջ եմ ասում, անկախ ամենջից դու իմացի, որ իմ աչքերի դեմ ես դու աչ ապրում, ու այդ սակո վերջը չի, այդ հաստատ, ես այդ համոզված եմ դրա մեջ, քեզ շնորհակալություն, որ դու երկեցիր ու արեցիր այն նյուանսները, որ մենք խոսում ենք, շատ մերսի քեզ, շատ հասցրեցիր տեղ, այս sense կապ կար, այդ որ միշտ ասում եք կապ արեք, այդ կար քեզանից իմ մոտ, մերսի շատ, բայց ուզում եմ շարունակի պրոյեկտը, Էլինա։ Էլինան ունում է նախագծում։ Այս ծափահարությունները հնչում են Էլինայի համար, ով շարունակում է նախագիծը։ Գեորգի, դու ունես բացառիկ հնարավորություն այնպես խոսելու, որ քո մարզիչը արտասվի։ Այն աճը, որը որ բոլորը տեսան, բնականաբար Սոնայի հետ աշխատելուց էր, բնականաբար կա տաղատ, կա պոտենցիալ, բայց Սոնան էլ ավելի բացեց, էլ ավելի բացահայտեց։ Երկրորդը կուզեմ միանշանակ խոսեմ երգիցս։ Ինքը, չգիտեմ ով ոնց հասկացավ, չհասկացավ ինչի մասին է կամ գոսպել հասկացողությունը ում ածանոտ, իրականում իրոք փորձեցի ու էլի Սոնայի սովորած վերևի հետ կապ հաստատեցի միանշանակ, աղոթեցի ես երգով։ Գեորգին մեծահարուստի ակցենտով է խոսում, զգում եք։ Դե մի հատ տեսքից նայի։ Եկեք բոլորը շնորհավորենք Գյորգին ստացել է դիպլոմ, այդ ասա։ Մերսի շատ։ Բայց ինչ դիպլոմ է, Լենինգрадский, Ленинградский диплом, специализация менеджмент организации, то есть я менеджер будущий. Спасибо. Հետո միանշանակ տղեկին լիքը ծափեր, որ իրանցից ինչքան ուզում էի ստանա ես երգը, որ իրոք ստացվեց, մերսի շատ ձեզ։ Մերսի Armenia TV-ին, այս պրոյեկտի համար, որ կարողացա մասնակցել։ Եվ իհարկե այս ծափահարությունների համար, որոնք հնչում են Գեորգի Բունյացյանի համար։ Բրավո, մենք ակնկալում ենք տեսնել քո նոր աշխատանքները արդեն Հայաստանի ձայնը նախագծից դուրս, Գեորգի։